Շնորհակալ եմ, պարոն Խաչայան։ Ես ճիշտն ասած, որ այս գները նայեցի, փոխհատուցման առաջին հարցը, որ ծագեց, հետեւյալն էր, համոզված եք, որ հետո ստիպված չեն կլնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն վարչապետ, այս չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի են առնվել սեզոնայնությունը եւ ապրանքների սեզոնայնությունը ունի գնի նկատմամբ զգայունություն։ Այս փուլում, քանի որ տարին, գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է եղանակային պայմանների արդյունքում, ծիրանի օրինակ հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին, այնինչ օրինակ նախորդ տարի այն արդեն մայիսի 25-ից 30-ից արդեն բերքահավաքը մեկնարկել էր եւ դրա համար գնային տարբերությունները մի փոքր այդ նկատառումով են հաշվի առնված։ Պարզավոր որոշակի լարվածություն կա, ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ասենք ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Մենք ստեղ ծիրան չենք կարողանում գտնել։ Ամեն դեպքում ես նկատի ունեմ օպերատիվ նաև մոնիտորինգ անենք, որպեսզի խնդիրներ չանցան, անտրամաբանական գնաճեր կարող են լինել եւ այլն, այդ ես ինչ եմ ասում, նաեւ իհարկե կեսկատակ, բայց նաեւ պետք է հաշվի առնել զբոսաշրջության մեծ հոսքերը, որոնք իրանք նույնպես սպառում էականորեն ավելացնելու են եւ նաեւ պետք է հաշվի առնել ընտրակաշարքի մեծ ծավալները, որոնք էլի սպառումը ավելացնելու են եւ ոնց որ թե արդեն ավելացրել են եւ այդպես շարունակ, այսինքն մոնիտորինգ անենք։ Իսկ նախորդ ծրագիրը, որ ընդունել եք, ես ներկա չեմ եղել, հետո շուկայի արձագանքները գիտենք եւ համեն դեպս լրահոսից տպավորություն է, որ այդ ծրագիրը արդեն իսկ որոշ ուղղություններ ավելի գրավիչ է դարձրել եւ մեր արտահանողները սկսել են ավելի լայն տեսնել աշխարհը։ Պարոն վարչապետ, օրինակ մեկ օրինակ բերեմ, ծաղկի օրինակը, նախորդ շաբաթվա ընթացքում հունիսի 1-ից արտահանվել է 961,000 հատ ծաղիկ եւ ընդհանուր առմամբ եթե դիտարկում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ են արտահանվել, դրանք Արաբական Միացյալ Էմիրություններ են, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս եւ այդպես շարունակ, ցանկը մեծ է եւ Նիդերլանդներ եւ այստեղ նաեւ առաջանում է այլ հնարավորություններ, քանի որ սա նաև նոր համագործակցային կապեր են ստեղծվում եւ նոր արժեշղթաներ են, մատակարարման շղթաներ են ձևավորվում, սկզբնական փուլում միգուցե փոքր զսպվածություն լինի քանակների առումով, բայց երկարաժամկետ գործընկերություն է ստեղծվում, այդ թվում նաև հոլանդական ծաղիկների բորսայի հետ, որտեղ աշխատանքներ են իրականացնում, 3 արդեն մեկ կազմակերպություն գրանցվել է եւ ակտիվ կապի մեջ ենք նաև արտաքին գործերի նախարարության հետ եւ մեր դեսպանության հետ Նիդերլանդներում այդ գործընթացը ավելի արագացնելու եւ կապը ավելի ամրապնդելու։